Տարիներ շարունակ գործող հանցավոր կազմակերպություն, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, մաքսանենգության կասկածվող սխեմաներ, համացանցի միջոցով իրականացվող իրացում և միջազգային հետախուզում։ Քննչական մարմնի իրականացրած մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր գործունեության նոր դրվագներ, իսկ գործով մեղադրվող անձանցից մեկի մասով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է։ Ինչպես էր գործում կազմակերպված խումբը, ինչ մեթոդներով էին իրացվում թմրամիջոցները և ինչ է բացահայտվել քննության արդյունքում։ Տարիներ շարունակ գործող հստակ դերաբաշխմամբ և նախապես մշակված մեխանիզմներով առաջնորդվող հանցավոր կազմակերպություն։ Իրավապահները իրականացրած երկարատև և ծավալուն քննության արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման բազմաթիվ դրվագներ։ Քրեական վարույթի տվյալներով կազմակերպության անդամները դեռևս 2020 թվականից զբաղվել են տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խմբավորման գործունեությունը եղել է համակարգված։ Յուրաքանչյուր անդամ ունեցել է իր հստակ գործառույթը, իսկ գործողությունները նախապես պլանավորվել և համակարգվել են։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարկոս Տրաֆիկինգի անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմովաց և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործների քննության վարչությունում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպքեր։ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը հանցավոր կազմակերպության այլ մասնակիցների հետ միասին զբաղվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, միմյանց միջև կատարել են հստակ դերաբաշխումներ և պլանավորել յուրաքանչյուրի գործողությունը։ Ըստ նախաքննության կազմակերպության մասնակիցները ոչ միայն մաքսանենգ ճանապարհով Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այլև դրանց մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ ուղարկել են արտերկիր։ Հայաստանի ներքին շուկայում իրացման համար նախատեսված թմրամիջոցները վաճառել են տարբեր եղանակներով։ Հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են արտերկրից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրացման նպատակով նախատեսված թմրամիջոցները իրացել են ինչպես արձարան, այնպես էլ համացանցի միջոցով։ Հանցավոր մեխանիզմը գործել է այնպիսի եղանակով, որը թույլ է տվել վաճառողներին խուսափել անմիջական շփումներից և երկար ժամանակ պահպանել գաղտնիությունը։ Նշված թմրամիջոցների վաճառքից ստացված գումարները ստացել են տարբեր վճարային եղանակներով, տեղադրել են թաքստոցներում և դրանց գտնվելու վայրի կոորդինատները ուղարկել են գնորդներին։ Նշենք նաև, որ վերջինիս նկատմամբ դեռևս 6 տարի առաջ խափանման միջոց ընտրվել էր կալանքը, սակայն վերջինս թաքնվել էր իրավապահներից և հայտարարվել էր հետախուզում։ Դեռևս 2020 թվականի հունիսի 19-ին Երևանի 40-ամյա բնակիչը հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար ներգրավել է որպես մեղադրյալ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ կետերի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափան միջոց է կիրառվել կալանքը։ Միջազգային համագործակցության արդյունքում տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից։ 2020 թվականի նոյեմբերի 14-ին Երևանի 40-ամյա բնակիչը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է, վերջինիս նկատմամբ կիրառվել է էքստրադիցիոն կալանք, իսկ 2026 թվականի մայիսի 6-ին վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Ներկայացված մեղադրանքում Երևանի 40-ամյա բնակիչը իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, որի պայմաններում վերջինս վերաբերյալ վարույթի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավորական հսկողություն իրականացնող դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Իրավապահ մարմինները շարունակում են միջոցներ ձեռնարկել հանցավոր կազմակերպության մյուս անդամների գործողություններին լիարժեք իրավական գնահատական տալու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ։